Ես 10-րդ դասարանից հետո ոչ մի տեղ չեմ սովորել։ Այս տիպի խաղաղություն ես էլ կբերեմ։ Ես վստահ եմ, բացի իրանցից ով էլ գա, իրանք պատերազմ չի լինելու։ Ժողովուրդը պատերազմ չի ուզում, կարծում եմ, ոչ մի նորմալ բանական մարդ պատերազմ չի ուզում։ Պետք է առնվազն աննորմալ լինել, որ պատերազմ ուզել։ Այսօր եմ ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ Ես համամիտ եմ շատ, որովհետև այո, մեզ պետք է եւ անհրաժեշտ է արժանապատիվ եւ ապահովագրված խաղաղություն, ոչ թե մուրացկանություն կամ չգիտեմ ինչ։ Եթե մնա իշխանությունը, մենք չենք լինի Հայաստանը եւ առհասարակ հայ տեսակը։ Եթե այն ժամանակ մենք ունեինք շանսեր որոշ հարցերում պատերազմից, բախումներից խուսափելու, այսօր կոչի թելով պատերազմը մեր գլխին կախած է։ Այն ժամանակ ունեինք բրոնիժիլետ Արցախ, այսօր նույնիսկ բրոնիժիլետ Սյունիք չունենք։ Ցավոք։ Ճիշտ է ասում Գագիկ Ծառուկյանը։ Նրա ծրագրերը իրական են, գործնական եւ իրագործելի։ Այս կառավարությունը ծրագիր չունի։ Եթե մի կառավարություն ծրագիր չունի, միայն զբաղված ազգային արժեքները քանդելով ու կործանելով, նա տեղ չունի Հայաստանում։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ուժեղ լինենք, մեզանից հեռու մնան, թույլի վրա են հարձակվում։ Եթե այս տեմպերով գնաց, մի 5 տարի հետո մենք բան չենք ունենա, էլ մյուս ընտրությունները կարող է տեղի չունենան։ Հիմա շատ վճռական պահ է։